Ինչ կմաղթեք հայկական մամուլին, այսօր մամուլի ազատության օրն է։ Հաջողություններ, լավ նորություններ ունենաք եւ քաջ առողջություն եւ ձեզ նման երիտասարդ լավ մասնագետներ։ Ինչ ասեմ, դու լավ բաներ գրեն, ուրիշ բան չեմ կարող ասեմ, չեմ անում ինչ ասեմ։ Լավ եղն է ամեն ինչ։ Ոչ մի բանը չեմ, սաղից բոլորից էլ դժգոհ եմ։ Ում էլ որ գովում եմ, մինչև այդ փլված տան մեջ եմ։ Սաղն էլ իրար կողմից են, այդքան բան։ Կմաղթեմ, որ ճիշտ տեղեկություններ միշտ ստանան։ Ամենալավն ու բարին եմ մաղթում, թող միշտ ծաղկի մեր մամուլը, միշտ ճիշտ մեկնաբանի մեր մամուլը։ Ոչ Եթե չեն իրավորվել, մամուլի անունը Վիրավորվում եք մամուլի անունը որ տալիս։ Մամուլ չկա, սութի մութի բան։ Հայկական մամուլը չեմ նայում։ Տներեք, որ մամուլով չեմ հետաքրքրվում։ Իսկ մաղթանքներ ունեք։ Կմաղթեմ ամեն ինչ ռեալ լինի, արդար լինի, հես ագարևորը։ Մամուլը միշտ էլ շեղում է, դրա համար մի քիչ վստահությունը ավելի քիչ է։ Մաղթենք, որ արդար ամեն ինչ կներկայացնի։ Հաջողություն։ Свобода слова есть, но журналистам бы лучше не только свободой слова заниматься, а вести просто какие-то расследования, которые они не ведут. Они боятся власть придержащих. А когда журналист боится власти, это уже не журналист. При желании, сейчас, если вы начнете копать, столько чего можно. Просто журналистское расследование. Нету, читаю, нет журналиста. А свобода слова, знаете, она как свобода слова. Можно собаку, вы записываете, ну ничего страшного, я плохого ничего не говорю. Можно собаку привязать на цепи и ее кормить все время. И она гавкать не будет. Или отпустить ее на свободу, сказать, живи как хочешь, она будет лаять. А как таковой все-таки свобода слова ограничена руководителем этой компании. В Армении нет. Լավանչե։ Որտեվ օբյեկտիվություն չկա, մի քանի քպայական սրի կա մամուլի ներկայացներ, կարող են բոլորի անվան տակ խոսել եւ դա տպավորությունը այդպես է։ Չկա, հիմա ամեն ինչը փչացել է։ Կուսակցությունները իրանց երթին խարդախ են, չեն միանում, միակ հույսը մնացել է, մամուլին էլ չենք հավատում, մամուլ կա հենա են, Դանիելյան կա, քեպական, վայ, Պետրոս Ղազարյանի հետ, որ մտնում են, սկսում են ստերը դարձնել իրողություն և արի դու հավատա։ Դե դու դրա շարքերում են այդ մյուս շարքային լրագրողների անունը ընկնում է։ Մեր ժողովրդի միակ հույսը, ես մի անգամ էլ եմ ասել լրագրողների, մնացել է հոգևոր աշխարհը մեր, բոլոր խաբեբադուս եկան։ Հիմա ոչ այդ հարուստների Սամոյա, Գագոյա, նրանց համար ինչ է, անտերանուն ինչ է, եկեղեցի են կա, կենթանի մարդու արձան են կառուցում, մեկը չի ասի, մի հատ բան առնենք, տանկ առնենք, սամալյոտ առնենք, կամ համախմբենք այդ սրիկաներին հեռացնենք, թալանից կոտորել են արդեն չի։